Ի վերջո ինչ որոշվեց։ Շատ հստակ արձանագրենք, մենք ինքներս մեր առարկությունը ունեցել ենք, բայց բոլոր դեպքերում որոշվեց որոշակի կազմակերպչական հանգամանքներից ելնելով, որ պետք է հետաձգվի, շարունակվի վաղը ժամը 13:00-ին։ Մենք գտնվում էինք այն փուլում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում արդեն որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ, չտալու շուրջ։ Շատ կարճ եկեք ձևակերպենք, մենք նաև ուղիղ պահանջեցինք, որ դռնբացության կարգով քննվի միջնորդությունը, որ նաև ձեզ համար էլ հայտնի լիներ ինչին է վերաբերում այս ամբողջը։ Ինչպես ի սկզբանե գործընկերների հետ նշել էինք, որևէ կապ իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը եւ հնարավոր մեղադրանքը, փաստացի վերաբերում է մեր գործընկերներից Ալիկին Ալեքսանյան վերագրվող մեղադրանքին, ըստ էության սա է։ Դրա շրջանակներին է վերաբերում։ Այլ հանգամանքների այս պահին չբացահայտենք, ելնելով զուտ, որ դռնփակության կարգով էր քննվում, բայց դեպքը կամ երևույթը վերաբերում է դրան։ Բայց պատկերացրեք մոտ ինչ ասենք, երևի 1 կամ 1.5 հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր, մի մասը ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող, որը հենց այլ մի քանի էջերով հաստատվում էր։ Պարոն Ֆերոյանը նիստի ընթացքում շատ հստակ այդ պարզ վարժությունը կատարեց եւ դա ապացուցեց։ Բայց նաև այստեղ եթե նայում ենք սահմանադրաիրավական տեսանկյունից, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ բոլորը այլևս ընդունում են, որ Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, բայց դատախազության միջնորդությունը ներկայացված է եղել հուլիսի 13-ին։ Գործընկերներից մեկը կարծես ներկայացրեց հնարավոր սահմանադրական դատարանի մեկ այլ որոշման հետ կապված մեկնաբանման հարցը, որ այսօրվանից Նարեկ Կարապետյանը պատգամավոր է, բայց դեռևս լիազորությունները չստանձնած, հուլիսի 13-ին է ներկայացվել այս միջնորդությունը։ Երբ Նարեկ Կարապետյանը դեռևս ուներ հնարավորություն նույնիսկ ինքնաբացարկ հայտնելու, հրաժարական ներկայացնելու եւ այլն։ Այսինքն 13-ին հուլիսի չէին կարող իմանալ իրենք, թե ինչ է լինելու հուլիսի 21-ին։ Ինչ որ իմաստով ստացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր իրենց ներկայացրած մեկնաբանությունը հարմարեցնելու նպատակով դատախազության հուլիսի 13-ին ներկայացրած միջնորդությանը, դրա համար այսօր է այս նիստը տեղի ունենում։ Որ պատկերացնեք, այսինքն այստեղ կարծես ոչ թե մենք գործ ունենք անկախ սահմանադրական մարմնի հետ, այլ կարծես թե փոխ լրացնելու որոշակի առաքելություն ստանձնած մարմնի հետ։ Սա աբսուրդ է, եկեք այսպես ասեմ, որտեղ նվազագույն իրավական փշրանքի պայմաններում էլ այս միջնորդությունը հենց ելնելով նրանից, որ հուլիսի 13-ին է ներկայացված, այնտեղ իրենք չեն վերլուծել այն հանգամանքները, որ իրենք փորձում են հրամցնել, որ իբր պատգամավորի կարգավիճակ ստանձնել է, բայց լիազորությունը դեռ չի ստանձնել եւ այլ։ Դրանք չկան գրված դատախազության միջնորդության մեջ։ Հետևաբար կամ պետք է վերադարձվեր անհապաղ, կամ պարզապես մերժվեր։ Բայց դե, պարոն Ֆերոյան, հարգելի գործընկերներ, ասել, որ անօրինական է, ապօրինի է, կնշանակի մենք ոչ մի բան չենք ասում, վաղուց ենք մենք սա փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ, բայց մենք դրա մասին ավելորդ ենք այս պահին համարում խոսել, դա ինձ թվում է մեր ողջ ազգն է տեսնում, սա ինչ-որ շոուի բաղկացիչ մաս է եւ միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որ Նարեկ Կարապետյանը չգնա ազգային ժողով։ Ավելի ինչ-որ մանրամասներ, գործից դետալներ ներկայացնել, ինձ թվում է դա այդքան էլ իմաստ չունի, քանի որ ինքը իրականում բացարձակ անհիմն է, կապ չունի մեղսագրվող արարքները Նարեկ Կարապետյանի հետ եւ այստեղ շատ կարեւոր հանգամանք կա, էլի։ Մի բան բոլոր մեր հանրությունը տեսել է։ Մի անգամ դատախազությունը միջնորդություն է մուտք արել կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա վերադարձրել է, որ դա քննելու լիազորություն չունի։ Հիմա թե ինչ հանգամանքներից ելնելով են որոշել, որ չէ, վայ, հիմա էլ հասկացանք, որ դա քննելու լիազորություն ունի, դա նույնպես զուրկ է իրավական հիմնավորումից, ոչ։ Պարոն Ֆերոյան, լավ, ի վերջո հիմա ինչ է սպասում սրան, այսօր ինչ ինչով ավարտ։ Շարունակվի սույն միջնորդության քննարկումը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի ի վերջո Նարեկ Կարապետյանին զրկի անձեռնմխելիությունից, թե չզրկի, իսկ մեր խորին համոզմամբ այդ լիազորությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի եւ մի անգամ դա չունենալու վերաբերյալ ինքը փաստարկված որոշում կայացրել է։ Թե հիմա ոնց է այդ իր կայացած որոշման վրայով այսպես
թռնում, հա, մեր ժողովրդական լեզվով ասած եւ նոր որոշում փորձում կայացնել մեր համար հասկանալի եւ ընդունելի չէ։ Պարոն Շնորհակալ եմ։ Ֆերոյան, մի րոպե, թեպետ դուք եւ պարոն Վարդևանյանն ասեցիք, որ կապված է Ալիկ Ալեքսանյանի, հա, պարոն Վարդևանյանն ասեց գործի հետ եւ չեք ուզում հանգամանքներ պարզաբանել, ավելի ասել, բայց այնուամենայնիվ, եթե ասում եք Ալիկ Ալեքսանյանի գործը շինծույ է եւ հիմա էլ սա ինչ է ստացվում այս ամեն ինչից ելնելով։ Ստացվում է, որ շինծույ է, ձեր հարցը այդքան էլ ճիշտ ասած, որ ստացա, որ շինծույ է, ապօրինի է, հատուկ անում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Ինձ թվում է, որ ասում ենք շինծույ է, ապօրինի է, ամեն ինչ դրա տակ ընկալելի է դառնում, էլի։ Չէ, ուզում եմ ինչ-որ փակագծեր բացեիք, գործի հետ կապված, ինչով են կապում Նարեկ Կարապետյանի Կապը չկա, հենց այդ է, մենք ամբողջ գործը նայում ենք, Նարեկ Կարապետյանի վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Միջնորդության մեջ գրել են Նարեկ Կարապետյան, բայց երբ որ մենք փաստաթղթերը, հա, բազմածավալ փորձում ենք ուսումնասիրել, Նարեկ Կարապետյանին վերաբերող որևէ տվյալ չկա։ Իսկ Ալիկ Ալեքսանյանին վերաբերող հանգամանքն զուրկ է իրավական հիմնավորումից, ասում են փողերի լվացում արել, բայց այնտեղ փողերի լվացման հանցակազմ ընդհանրապես գոյություն չունի։ Սա է։ Վաղվա ժամը նորից կասեք։ Ժամը 1-ին դռնփակ է լինելու։ Մենք ամենայն դեպս կփորձենք միջնորդել, որ իրականացվի դռնաբացության ռեժիմով, դուք էլ գաք տեսնեք, թե ներսում ինչ է կատարվում, բայց վստահ ենք, որ կենտրոնական թրական հանձնաժողովը չի ցանկանա, այսօր էլ է միջնորդել։ Շնորհակալ եմ։ 168 թեմի հարգելի հետ